Մենք խոսում ենք միջուկային վառելիքի, օգտագործված միջուկային վառելիքի մասին։ Մենք ունենք մասնագիտացած ընկերություններ եւ դուք եւ մենք ունենք մասնագիտացած ընկերություններ։ Եկեք նրանց միավորված ջանքերի միջոցով հրաշալի համագործակցություն ունենալ։ Համագործակցության առաջին ուղղությունը, որի վերաբերյալ մենք պայմանավորվեցինք եւ այնտեղ կուզենք ներառել մասնագետներին, մարդկանց մեր ընդհանուր տարածքն է կամ միջուկային էներգետիկայի ոլորտում մեր ապագա համագործակցությունը։ Համագործակցության մյուս ոլորտը մենք շատ բաց քննարկեցինք պաշտպանության արդյունաբերությունը, պաշտպանական արդյունաբերությունը։ Ես ասացի եւ դուք կտակ կրկնամ իմ ասածը, եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի եւ մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն ինչ մենք կարող ենք անել որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն, եւ միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, հյուսիսատլանտյան դաշինքից սպանան վարչապետին տեղեկացրեցի երկակի օգտագործման նախագծերի մասին։ Մեր ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորման հաշվին մենք նախագծում ենք ծրագրեր, օրինակ հիվանդանոցներ կամ ճանապարհների վերակառուցում, կամուրջների վերակառուցում։ Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք։ Ինչպես մենք անցյալում ենք տեսել, հաջորդ ոլորտը ընդհանուր փորձի փոխանակումն է։ Ինչպես դուք նշեցիք, պարոն վարչապետ, եթե հետաքրքրված եք, մենք ուրախ կլինենք ձեզ ներկայացնել մեր փորձը Եվրամիության հետ կապված